Պարոն Պապայան, կարևոր աշխատանք ենք կատարում, շնորհակալ ենք դրա համար, բայց միշտ եղել են իսկապես խնդիրները բիզնեսի համար եւ չափագիտության իմաստով ստանդարտացման, սերտիֆիկացման խնդիրները, որ շարունակական բարելավման կարիք ունեն։ Ինձ հետաքրքիր է մենք այդ կարողությունների իմաստով, եթե մենք այլ ճիշտ ենք անում, առևտրի պալատի համար ստեղծում ենք բավարար պայմաններ։ Կան այս պահին կարողությունները բավարարում են, որ մենք իսկապես ցանկացած ապրանք կարողանանք ճիշտ սերտիֆիկացնել, ճիշտ բնութագրել, որպեսզի տնտեսվարողը խնդիր չունենա։ Ինչի համար եմ ասում, վերջերում 1-2 տնտեսվարողի հետ քննարկման ժամանակ պարզվեց, որ ասենք հավ են ներգրել, որը Հայաստանի Հանրապետությունում համարվել է ոչ ստանդարտ, եւ այս մարդիկ դիմել են Վրաստանի նույն կառույցին եւ ստացել են դրական արդյունք։ Նման դեպքերի դեպքում մենք ինչպես պետք է անենք, խնդրում եմ այս հարցում օգնենք նաեւ մեր տնտեսվարողին ձեր խորհուրդում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, ես անկեղծորեն կարծում եմ, որ Հայաստանը իր մեր տարածաշրջանում լավագույն ցուցանիշներից մեկն ունի այլևս պրոցեսների թվայնացման, գործընթացներում պետական պաշտոնյաների մինիմալ դերակատարության եւ այլ հարցերում եւ եթե 15 տարի առաջ այդ հարցը բարձրացնեիք, մեկ ուրիշ պատասխան կտայի, հիմա ես ասում եմ, որ մենք մեր թափանցիկության, մենք մեր անկաշառության եւ պրոցեսների վրա մինիմալ ազդեցություններով հստակորեն կարող ենք հպարտանալ ուղղակի եւ շատ դեպքերում, երբ որ մի հատ էլ երրորդն են տալիս, պարզվում է, որ Հայաստանի լաբորատորիայի տարբերակը իրականում ճիշտ էր։ Կարողությունների մասով մեծ խնդրեմ ունենք, երկար տարիներ, որ արձագանքը կշարունակեմ։ Շնորհակալություն, պարոն Պապայան, ես ամենևին հակված չեմ մտածելու, որ Վրաստանն ավելի ճիշտ է։ Ես ում հասկանամ այդ դեպքում ինչ անենք, որովհետեւ տարբեր են, ի վերջո երկուսն էլ միջազգային ստանդարտ անցած կառույցներ են, լուծումների իմաստով մենք պետք է գտնենք մի լավագույն տարբերակ տնտեսվարողին օգնելու իմաստով, որովհետեւ ի վերջո իմ համար կարևոր մեր երկրի գնահատականն է, ոչ թե որևէ այլ երկրի։ Եվ նաեւ այստեղ ինչ կարծիք եք, հնարավոր եւ ճիշտ համարում եք, որ մենք ստեղծենք պայմաններ, օրինակ նման նաեւ մասնավոր կառույցներ ստեղծվեն, որոնք կարծես նաեւ կլրացնեն այն բացերը, որ կարող է մենք ունենանք պետական համակարգում որոշակի կարողությունների իմաստով, այսինքն այդ համապատասխան լաբորատորիաները կարողանան մասնավորը հենց բերի այն միջազգային ստանդարտի սարքավորումներ, որոնցով եւ օգնի մեզ եւ նաեւ որպես բիզնես դիտարկվի։ Կա նման մոտեցում կառավարության մոտ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, շարունակեմ միտքս։ Ես ուզում եմ նշել, որ նախ մենք այսօր մի նախագիծ ունենք, որը ձեր ասած հարցի պատասխանն է մասնակիորեն տալու, մասնավոր լաբորատորիաներ կան, շարունակում են ծավալները մեծանալ ու մենք ողջևորում ենք մասնավոր լաբորատորիաների, որպեսզի իրենք շատանան եւ գործունեությունը ավելացնեն։ Այստեղ մեկ հարց կա, որ ցավոք սրտի երկար տարիներ սերտիֆիկացման, ստանդարտացման, որակի ենթակառուցվածքների ոլորտը Հայաստանում բառից բուն իմաստով անտերության է մատնված եղել, բառից բուն իմաստով, ով ինչ ուզել արտադրել, այսինքն մեր մոտ այդ ոլորտ փաստացի չի եղել եւ միջազգային դոնորական ծրագրերով մի քանի սարքավորումներ են արել եւ միայն վերջին տարիներին է, որ կառավարությունը հարյուրավոր միլիոն դրամների տարեկան սարքավորումներ է առնում, պետական լաբորատորիաները ուժեղացնում է, որ հետևից գոնե մասնավորը հասցնի կա կամ այնտեղ որտեղ մասնավորը ներդրում դեռ չի հասցրել անի, պետությունը անում է։